Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քիրք ծննդոց 36-րդ գլուխ Եսավի զարմը։ Ահավասիկ Եսավի ծնունդները, որ Եթովն է։ Եսավ իրեն գիներ արավ Կանանի աղջիկներեն։ Քեդացի Ելոնի աղջիկը Ադան, Խևացի Սեպեկոնի աղջիկին Աննայի աղջիկը Ողիփաման եւ Իսմայելի աղջիկը Նապյոթի քույրը Փասեմաթը։ Ադա Եսավի ծնավ Եղիփազը ու Փասեմաթ ծնավ Ռակվելը։ Ողիփամա ծնավ Հեուսը, Հեգրոմը եւ Գորխը։ Ասոնք են Եսավի որդիները, որ ծնան իրեն Կանանի երկրին մեջ։ Եսավ արավ իր գիները, որդիներն ու աղջիկները եւ իր դամ բոլոր անձերը, իր խաշինքը, իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ինչքը, որ վաստակած էր Կանանի երկրի մեջ, եւ իր եղբոր Հակոբի արչեվեն հերավոր երգիր մկնած։ Արդարև իրենց ինչքին շատ լալուն համար չէին գրնար միասին բնագիլ, ու իրենց խաշինքին բաժարով այն երգիրը, որում մեջ քաղտական էին, բավական չէր իրենց։ Ուստի Եսավ Սեիրի լերը բնագեցավ։ Եսավ Եթովն է։ Ահավասիկ Սեիրի լերը եղող Եթոմայեցներու հոր Եսավի ծնունդները։ Ահավասիկ Եսավի որդիներուն անունները։ Եսավի գնոջ Ադայի որդին Եղիփազ ու Եսավի գնոջ Փասեմաթի որդին Ռակվել։ Եղիփազի որդիներն էին Թեման, Օմար, Սեփով, Քոթամ ու Գենեզ։ Թամնա Եսավի որդին Եղիփազի հարջն էր, որ Եղիփազի ծնավ Ամաղեգը։ Եսավի գնոջ Ադայի որդիները ասոնք էին։ Ահավասիկ Ռակուելի որդիները Նահատ, Զարա, Սամմա ու Մեզա։ Ասոնք էին Եսավի գնոջ Փասեմաթի որդիները։ Ահավասիկ Եսավի գնոջ Սեպեկոնի աղջիկին Աննայի աղջիկին Ողիփամայի որդիները։ Եսավի ծնավ Հեուսը, Հեգրոմը եւ Գորխը։ Ահավասիկ Եսավի որդիներեն եղող բեդերը։ Եսավի անտրանիգին Եղիփազի որդիները Թեման բեդ, Օմար բեդ, Սեփով բեդ, Գենեզ բեդ, Գորխ բեդ, Քոթամ բեդ, Ամաղեգ բեդ։ Եթոմի երկրի մեջ Եղիփազե եղող բեդերը ասոնք են։ Ասոնք Ադայի որդիներն էին։ Ահավասիկ Եսավի որդին Ռակուելի որդիները Նահատ բեդ, Զարա բեդ, Սամմա բեդ, Մեզա բեդ։ Եթոմի երկրի մեջ Ռակուելե եղող բեդերը ասոնք են։ Եսավի գնոջ Փասեմաթի որդիները ասոնք էին։ Ահավասիկ Եսավի գնոջ Ողիփամայի որդիները Հեուս բեդ, Հեգրոմ բեդ, Գորխ բեդ։ Եսավի գնոջ Աննայի աղջիկ եղող Ողիփամայի ծնած բեդերը ասոնք էին։ Ասոնք են Եսավի, այսինքն Եթովմի որդիները, ասոնք են անոնց բեդերը։ Սեիրի զարմը։ Ահավասիկ այդ երկրի մեջ բնագող Քորեցի Սեիրի որդիները Ղոդան, Սոփաղ, Սեպեկոն, Անա, Թիսոն, Եսեր եւ Թիսան։ Ասոնք էին Քորեցիներուն բեդերը, Սեիրի որդիները, Եթոմի երկրի մեջ։ Ղոդանի որդիներն էին Քորի ու Հեմամ եւ Ղոդանի քույրը Թամնա։ Ահավասիկ Սոփաղի որդիները Քաղվան, Մանաքաթ, Քեփաղ, Սեփով ու Օնամ։ Ահավասիկ Սեպեկոնի որդիները Այյա եւ Անա։ Ասիգա այն Անան է, որ իր հոր Սեպեկոնի էշերը արածածադեն անաբադի մեջ չերմուկները կդավ։ Ահավասիկ Անայի որդիները Թիսոն ու Աննայի աղջիկը Ողիփամա։ Ահավասիկ Թիսոնի որդիները Ամաթան, Եսպան, Հեթրան եւ Քարան։ Ահավասիկ Եսերի որդիները Փաղղան, Զաավան ու Ագան։ Ահավասիկ Թիսանի որդիները Հուս եւ Արան։ Ահավասիկ Քորեցիներուն բեդերը Ղոդան բեդ, Սոփաղ բեդ, Սեպեկոն բեդ, Աննա բեդ, Թիսոն բեդ, Եսեր բեդ, Թիսան բեդ։ Ասոնք են Քորեցիներուն բեդերը Սեիրի երկրի մեջ, իրենց բեդերուն քավարներուն համեմատ։
Եթոմի թագավորները։ Ահավասիկ այն թագավորները, որ Եթոմի երկրի մեջ թագավորեցին, Իսրայելի որդիներուն վրա թագավորիմը թագավորել են առաջ։ Փեովրի որդին Փաղա թագավորեց Եթովմի մեջ, անոր քաղաքի անունը Թեննապա էր։ Փաղա մեռավ ու անոր դեղ Փոսրացի Զարայի որդին Հոփապ թագավորեց։ Հոփապ մեռավ եւ անոր դեղ Թեմանացիներու երկրեն Հուսամ թագավորեց։ Հուսամ մեռավ ու անոր դեղ Փաթաթի որդին Ադատ թագավորեց, որ Մովաբի դաշտի մեջ Մաթյանացիները զարգավ, անոր քաղաքին անունը Ավիթ էր։ Ադատ մեռավ եւ անոր դեղ Մասրեգացի Սամաղա թագավորեց։ Սամաղա մեռավ ու անոր դեղ Քեդին քովի Ռոփովտեն եղող Սավուղը թագավորեց։ Սավուղ մեռավ եւ անոր դեղ Աքոփորի որդին Փահաղ Աննան թագավորեց։ Աքոփորի որդին Փահաղ Աննան մեռավ ու անոր դեղ Ադատ թագավորեց։ Անոր քաղաքին անունը Փոքով էր եւ անոր գնոջ անունը Մեդապեել, որ Մեզահապի աղջիկին Մադրեթի աղջիկն էր։ Ահավասիկ իրենց կերտաստաններուն ու դեղերուն համեմատ իրենց անուններով Եսավե եղող բեդերուն անունները՝ Թամնաբեդ, Քաղվաբեդ, Հեթատբեդ, Ողիփամաբեդ, Էլաբեդ, Փինոնբեդ, Գենեզբեդ, Թեմանբեդ, Մաբզարբեդ, Մակեթիելբեդ, Իրամբեդ։ Ասոնք են Եթոմի բեդերը իրենց բնակության համեմատ, իրենց գալված եղող երկրի մեջ։ Այս է Եսավը, Եթոմայեցիներուն հայրը։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։